Այդ այսօր վստահաբար առանձնահատուկ է։ Ու առանձնահատուկ է կոչվում են պատճառով վերջապես Երևանում տերևս նաև մարդերի մարել է ու ձեզ մոտ արել է։ Այլ նաև այն պատճառով, որ տարազարշավը արդեն հապել է կոմպրոմատների փուլը և տարբեր փաստաթղթեր են իր այդ գալիս, որոնք կարող են ու պիտի փոխել նաև ընտրությունների ընթացքը, ազդելով ընտրողների գնահատականի, ընտրողների իրապես Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության, Հայաստանի Հանրապետությունում ռուսական FSB-ի պատգամավորներ չունենալու շահերից։ Ես սա այնտարբեր չեմ ասում, ես սա պատահաբար չեմ ասում, որովհետև ես ներկայացում եմ պատիվ ունեմ ներկայացնելու մի կուսակցություն, որը իր ստեղծման առաջին օրից եղել է Հայաստանի Հանրապետության պետության կողքին, որը իր ստեղծման օրից ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատության զարգացման, տնտեսության զարգացման խնդիրներ է վեր հանել։ Եվ տնտեսության զարգացումը դերել նաև պետության զարգացման հիմքում։ Այն տնտեսության, որը մեզ բոլորի պետք է ապահովի ոչ միայն անվտանգություն, այլև բարձր կենսամակարդակ, որը բոլորիս թույլ պիտի տա ծնվել, ապրել ու աշխատել մեր երկրում, վերջապես կտրվելով խոհանջիների ոգևորությունից։ Մենք այդ ծրագիրը ձեզ առաջարկում ենք։ Մենք այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության ու ձեզնից յուրաքանչյուրի համար տեսնում ենք։ Ես խնդրում եմ, օրդորում եմ բոլորին։ Հունիսի 7-ին գնամ ընտրատեղամասեր, երաժշտություն կատարելիս պատասխանել գետ կարևոր հարցին, ինչ եմ ուզում ես իմ պետության համար։ Ես ուզում եմ, որ իմ պետությունը լինի ու մնա իշխան, ես ուզում եմ, որ իմ պետությունը կառավարել դրսից։ Սա պետք է լինի գլխավոր հարցը։ Իսկ հիմա ես մեծակույն սիրով ուզում եմ խոսքը փոխանցել Հայաստանի Հանրապետության 9-րդ վարչապետ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Այսպես հատն է, որ մեր շոք շելիպի հան հարմար չվերի։ Բարետես սիրել մեծամոցիներ, մենք ամեն կարոզարշավի գալիս ենք ձեր մոտ, գալիս ենք ձեր բակեր, գալիս ենք բակեր հիմնականում չկողմնորոշված, պատկած, կողմնորոշելու, խորհուրդ տալու, հորդորելու, որ իրենք են մասնակցել ընտրությունների, որ եղած կուսակցությունների միջից ընտրել որևէ մեկի գաղափարը, որը իրենց հոգեհարազատ է, որ իրենք են ընտրել մեր երկրի իշխանությունը, որովհետև դա շատ կարևոր է ու ամեն ինչ կապված է մեր երկրի ապագայի, ձեր երեխաների, մեր երեխաների ապագայի հետ։ Սիրելի ժողովուրդ, այս օրերին քարոզարշավի այս շրջանում մենք բազմաթիվ բակերում ենք եղել և շատ մարդկանց հետ ենք շփվել։ Եվ հիմնական խնդիրը, որը մեր հանրության մոտ հարցեր է առաջացրել, դա անվտանգության խնդիրն է եղել։ Մարդիկ հարցնում են, արդյոք այս խաղաղությունը հարատև է, արդյոք կարող եք այս խաղաղությունը համարել վերջնական։ Սիրելի ժողովուրդ, բոլորդ գիտեք, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետության սահմաններին այլևս չեն կրակում և փառք Աստծո օգոստոսի 8-ից հետո որևէ հայ զինվոր հակառակորդի կրակոցին չի զոհվել։ Խաղաղության այս հնարավորությունը խնամք է պահանջում։ Խաղաղության այս հնարավորությունը մեզնից պահանջում է, որ մենք քայլեր անենք, որպեսզի ինքներս մեր ուժով, մեր բանակով, մեր ժողովրդի համախմբվածությամբ կարողանանք այն հարատև դարձնել։ Հակառակ թևից փորձում ենք կասկածներ դնել մեր ժողովրդի մոտ և դրա համար ամեն բակում խաղաղության, հարատևության հարցը մեր առաջ շարունակվում է։ Օրինակ, այսօրվա հանդիպությունը ասում է, որ այս խաղաղությունը հարատև չէ։ Եթե հիշում եք օգոստոսի 8-ից ստորագրված փաստաթուղթը, ստորագրվեց Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հովանավորության ներքո։ Իրենք ասում են, այս խաղաղությունը կա, բայց նա հարատև չէ, որովհետև պետք է, որ այդ փաստաթղթին նաև միանայի
մի շարք այլ երկրների, 4-5 երկրների ղեկավարներ։ Ու իրենք ներկայացնում են այնպես, իբր դրան դեմ է Հայաստանի գործող իշխանությունը, իբր դրան դեմ է հայ ժողովուրդը, հայ դրա համար պրոբլեմներ կան, որ իրենք կան, դա չի լինում։ Սիրելի ժողովուրդ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց Մոսկվայում Պուտինի հովանավորության ներքո ու այդ մարդիկ, մասնավորապես երկրորդ նախագահը, որ արտաշատում ասում էր այդ միտքը, որևէ անգամ չասաց, որ այդ խաղաղությունը, որ ստորագրվել է Ռուսաստանում, բնացիկ երաշխավորներ են պետք 4-5 երկիր, որ այդ խաղաղությունը լինի հարատև։ Ավելի Պուտինի հովանավորության ներքո ստորագրված խաղաղությունը չաշխատեց եւ 2021 թվականին, 22 թվականին, հետո 23 թվականին արդեն ռուս խաղապահների ներկայությամբ ու մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները դուրս մղվեցին Լեռնային Ղարաբաղից։ Ինքն ասում է, որ այ եթե իրեն թողնեին, որ ինքը գնար Մոսկվա բանակցելու, պատերազմը չէր լինի։ Ասում է, որ իշխանությունները հատուկ կորոնավիրուսի թեստերի դրական են բերել, որ թույլ չտան Մոսկվա գնալու։ Այստեղ էլ կերտիկ կա սիրելի ժողովուրդ, որովհետև այդ օրերին ինքը Իզմիրյան կենտրոնից բազմաթիվ կորոնավիրուսի թեստեր է վերցրել, որտեղ ինքը ուզել է, որ դրական լինի, որպեսզի իրեն հանկարծ չկալանավորել։ Երկրորդ 21-րդ դարում խոսել, որ գնալ չկարողացել դրա համար չկանգնեցրել է ուղղակի ծաղել է, որտեղ 21-րդ դարում մարդկանց հետ կապի միջոցներ են հեռակապը, հնարավոր է նաև նամակով դիմել, վերջի-վերջո եթե Հայաստանի իշխանությունները վատների խաղաղություն չէին ուզում, ինքը կարող է բաց հայտարարությամբ հանդես գալ դիմելով Պուտինին, ասելով, որ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, ինքը դրա ջատագովն է, իշխանությունները վատն են, խնդրում է իր ընկերոջը, որ պատերազմը դադարեցնի, որ դրանից հետո ինքը իշխանության կգան ու կդուցի Հայաստանի իշխանության խնդիրները։ Այսինքն սրանք կեքս պատրվակներ են, որոնք այս իշխանություն, որոնք այսօրվա գործող ընդդիմությունը բերում է։ Գործող ընդդիմության բոլոր թևերը, թե Հայաստան դաշինքը, որը իր կարծիքով դաշինքը չէ, Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության թեկնածուն է, թե Ուժեղ Հայաստանը եւ թե Բարգավաճ Հայաստանը ասում են, որ այլ փաստաթուղթը, որի անունը Թրիպ է, այդ փաստաթուղթը վերանայել է պետք, Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթուղթը կա, խաղաղություն է, բայց այն վերանայել է պետք։ Սիրելի ժողովուրդ, ցանկացած ստորագրված փաստաթղթի վերանայում նոր խնդիրներ է առաջացնելու խաղաղության առումով։ Այսինքն մենք Ադրբեջանի ու Միացյալ Նահանգներին ասում ենք, որ 3 օր ստորագրել ենք, այստեղ կա կետեր, որոնց հետ մենք համաձայն չենք ու վերանայել է պետք։ Դա կարող է նոր խնդրությունների առիթ դառնալ։ Իսկ ում է ձեռնատու, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը լարվի, որ տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հակասությունը սրվի, միանշանակ Ռուսաստանի, որովհետև այդ լարման պարագայում է, որ Ռուսաստանը կարողանում է այս տարածաշրջանում ազդեցություն ունենալ։ Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խնդրի հետ է կապված եղել մշտապես։ Եվ այդ կորցնելով այսօր Ռուսաստանը փորձում է Հայաստանի ներսում գտնվող ռուսական ազդեցության տարբեր թևերով խնդիրներ լուծել, որպեսզի հետ վերադարձնի իր ազդեցությունը, որպեսզի այս անգամ Հայաստանի 5-րդ շարասյան միջոցով որոշակի խնդրություններ ստեղծի, որից Ադրբեջանը բորբոքված նոր պայքար սկսի մեր դեմ։ Երկրորդ խնդիրը, որը որ կա, սիրելի ժողովուրդ, տնտեսականն է։ Տեսեք, Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կախված է Սիստեմա ընկերության հետ, Եվտուշենկոյի ընկերության հետ։ Ասեմ, որ Եվտուշենկոն ու իր ընկերությունը պատժամիջոցների տակ է։ Սամվել Կարապետյանը այսօր դատական պրոցեսներով ինքը Ֆրանսիայում Գազպրոմի հետ կապված անօրինական դղյակ գնելու գործով քրեական գործընթացի մեջ է եւ Եվրոպայում որոշակի ազդեցություններ ունենալ չի կարող կամ ընդհանրապես այնտեղ ինքը մեղադրյալի կարգավիճակում է։ Նույնը Միացյալ Նահանգներում գոյություն ունի Կրեմլյան Report մի ցուցակ, որում 200 ռուս օլիգարխներ են, որոնք Պուտինի փողերի լվացման գործով մեղադրվում են։ Հետևաբար այս ուժերը իշխանության գալու դեպքում Հայաստանից հանելու են, Հայաստանից դուրս է գալու ներդրումների հնարավորությունը, Հայաստանին համաշխարհային բանկը եւ IMF-ը, Եվրոպական զարգացման բանկը դադարեցնելու են գումար տրամադրել
Այդ պարագայում Հայաստանի կենտրոնական բանկը չի կարողանալու դրամի կուրսը դոլարով ապահովել, որտեղ մեր մոտ դրամի կուրսի համար դոլար բերում են միայն հանքարդյունաբերական հիմնարկությունները, որոնք խտալյութ են վաճառում, եւ տնտեսական փլուզում է գնալու, մենք ել ավելի մեծ կախվածության մեջ ենք գտնելու Ռուսաստանի հետ, մեր էներգետիկ անկախությունը չի փոխվելու եւ այս պարագայում երկրի տնտեսությունը լինելու է թույլ ու կախյալ, ավելի կախյալ, քան մինչև հիմա է։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այս այսօրվա գործող ընդդիմությանը մերժել է պետք։ Իսկ այդ մերժելու համար խնդիրը հասավ, իսկ այդ մերժելու հիմնական խնդիրը ձեր քվեարկությունն է։ Դրա համար հորդորում եմ ձեզ, հորդորում եւ խնդրում եմ ձեզ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր եւ ձեր քվենտալ հանրապետություն կուսակցությանը, որովհետեւ մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, մենք գնում ենք ազգային ժողով չաշխատող, ոչինչ չանող, միայն աշխատավարձ ստացող, օտարի շահերը սպասանքող, ընդդիմությանը փոխարինելու։ Մենք գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություններով, որոնցով փոխելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը ել ավելի ամրացնել։ Մենք գնում ենք օրենսդրական նախաձեռնություններով, որոնցով լրացիչ հնարավորություն ենք տալու կենտրոնական ընտրական հանձնաժողովին նման օտարի երկրի ազդեցության տակ գտնվող կուսակցություններին չգրանցել, թույլ չտալ քվեարկության, որպեսզի Հայաստանում տեղի ունենան հավասարաչափ երկրի ընտրություններ։ Սիրելի ժողովուրդ, մենք Հայաստանի Հանրապետության այս ընտրություններում ընտրությանը մասնակցող միակ կուսակցությունն է, որը բացարձակ անկեղծ ձեր առաջ ասում է, որ եթե ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիր առաջանա կոալիցիա կազմելու ազգային ժողովում, ապա ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում մենք կոալիցիա կկազմենք գործող իշխանության հետ, թույլ չտալու, որպեսզի ռուսահպատակ դրսից շարժվող, անընդհատ ներքին հրահրումներ անող խաղաղությանը դեմ այսօրվա ընդդիմությունը վերադառնա իշխանության։